Շնորհակալություն արգելի ներկաներ։ Ես լավականություն հիմար չբաներն եմ։ Այդ սավանդատիշա քաղաքական ընտրություն է, որտեղ բարոյական Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն համայնքի ղեկավարի պաշտոնը քաղաքական պաշտոն է։ Բայց արգելիներս, ստեղ մի քիչ տնավարի խոսում, ձեր ցավականը, ստեղ քաղաքական այքար չի։ Ստեղ այքարը եկեղեցաքանդների և եկեղեցա պաշտների միջև։ Խաչի կանոն եկեղեցա պաշտները։ Ես չեմ հավատում, որ մի քաղաքացի էջմիածնի ու խոշորացված համայնք նկատում է, որ դնա ձայն ծա, այն քաղաքական ուժին, որը գլխերին պատերազմ են հայտարարել հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Եմ ասում, չեմ ուզում օրենքներով կանոնաբերվել, բայց մոռանում են, որ սահմանադրության համաձայն ասում Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայապահպանման գործում։ Իսկ այսօր սրանք ընկել են եկեղեցապաշտ մարդկանց հետևից, եկեղեցականների հետևից։ Նորից եմ ասում, սա քաղաքական ընտրություն է իրավաբանորեն, բայց իրավաբանում սա հավատքի ընտրություն է։ Ու ես խնդրում եմ ձեզ, ձեր ցավը տան, ձեր ձայնը տա։ Տեսեք, մի բան ասեմ, ես ինչ մտածում եմ ասում եմ։ Արթուր Գալստյանը իմ հարգարժան ընկերը։ Շատ հանգիստ կարող էր մի մեծահարուստի ասել գնա ստազդի այդ գործերը դու ավարտի գնա ուտել։ Բայց ես մարդ ընտրեց գիտնականի, գիտության մարդու։ Մարդ ով իր ամբողջ կյանքը նվիրել է գիտությանը։ Եվ ամենակարևորը որ մենք ես անձամբ խոնարհվում եմ եւ ես երեք հեռուստաընկերությամբ ասել եմ որ պետք է մոդելան Մանուկյանի արջը ձեռքը համբուրել, որ այդ ձեռքով ասցանել այն տղային, որ Հավերժ մարդ, հայրենիքի համար նահատակված